Սիրով ողջունում եմ բոլորիդ իմ շատ սիրելի հետևորդներ ջան, սիրելիներս, լավ օր եմ մաղթում ձեզ, աշնանային, գեղեցիկ օր եմ մաղթում ձեզ բոլորիդ, իմ լավ բարեկամներ։ Այսօր որոշել եմ պատրաստել կոմպոտ Հայաստանից, որ մի քիչ միրգ, մի քիչ խաղող էինք բերել, խաղողը թոռոմել է, դե քանի օր է։ Ունեմ 2 խնձոր, 1 տանձ, ուզում եմ այսօր ամառային կոմպոտ պատրաստեմ, ոչ թե ձմռան համար, այլ ճաշի ժամանակ խմենք։ Նաև ուզում եմ այդ կոմպոտին ավելացնել, սիրելիներս, ռեհան և 1 լիմոն։ Թարմ վիճակում պատրաստեմ, քիչ շաքարավազով, մի համեղ անուշ կոմպոտ, ճաշի ժամանակ կխմենք։ Իսկ հիմա ասեցի խոսեցի, գնամ խոհանոց և միասին պատրաստենք կոմպոտը։ Սիրելիներս, դուրս եկա պատշգամբ ձեզ ցույց տալու եղանակը։ Առավոտյան շատ ցուրտ էր, -3, իսկ հիմա շատ տաք եղանակ, արև, անուշ, իսկական աշնան եղանակ, ծառերը գույնզգույն տերևներ են հագել, շատ սիրում եմ աշնան այս եղանակը, գույնզգույն տերևները, որ այս հենց օր-օրալով ցած են իջնում, այս վոտանավորը հենց այս պահի համար է, դեղնած դաշտերին իջել է աշուն, ծառերը կրկին ներկել են նախշուն, սիրելիներս, իսկ այստեղ գիշերվա ցուրտը խաղողի տերևները լրիվ չորացրել է, լավ էր, որ որդիս արդեն քաղել էր խաղողը։ Դուրս եկա պատշգամբ, իմ լավ բարեկամներ, ձեզ ցույց տալու եղանակը, իսկ հիմա գնանք ներս, պատրաստեմ մի համեղ կոմպոտ և ուզում եմ կաթնաշոռը պատրաստել կարագով և կանաչիներով, գնացինք։ Որոշեցի կաթնաշոռը պատրաստել նոր կոմպոտը, վերցրել եմ այսպիսի 2 աման կաթնաշոռ 9%-անոց, վերցրել եմ ռեհան և համեմ թարմը կանաչիներից, սամիտ չունեի, որ ունենայի սամիթով ավելի համեղ է լինում, կարագ, իհարկե, էլ ուրիշ ոչ մի բան, այս 3 բաղադրիչներն են, 4, հիմա բացեմ, լցնեմ ամանի մեջ, մի թեթև խառնեմ, կոշտ մասերը անջատեմ իրարից, աղեմ, աղով համով է, նորից խառնեմ, ավելացնեմ կարագը, ասեմ, որ շատ համեղ կարագ է, ես չեմ ուտում, համը չգիտեմ, ընտանիքիս անդամները առավոտյան, որ մեղրի հետ, մուրաբայի հետ ուտում են, ասում են շատ համեղ է, 82%-անոց կարագ է։ Սիրելիներս, այն ժամանակ, որ կով էի պահում, մի 2 անգամ պատրաստել եմ, կարագ եմ գցել, թանձնել ժարժիկ է, մենք ժարժիկ ենք ասում, ոչ մի անգամ չկերան երեխաները, չեն սիրում տնական ոչ մի բան, ոչ մածունը, ոչ կարագը, ոչ պանիրը, ոչ էլ տվառոկը, թթվասերը, ոչ էլ այո, թթվասերը, հիմա մանր կտորների եմ բաժանում կարագը,
Մի հատ էլ կտրեմ, բավական է։ Տնական, անարատ, մաքուր կաթն ու մածունը չկերան։ Պետական են ուտում։ Թե սմետանը, թե կաթնաշոռը, թե կարագը ուտում են պետական։ Սա, ծածկեմ, դնենք սառնարանը։ Հիմա կանանչին, ճիշտ է, մանրացրել եմ, բայց նորից լավ մանրացնեմ ռեհանը և համեմը։ Սամիտ որ լիներ, ավելի համեղ կլիներ։ Ռեհանի փոխարեն սամիտ կգցեի, բայց չունեմ։ Հիմա լավ մանրացնեմ։ Այսպես սարքած կաթնաշոռը շատ համեղ է լինում առավոտյան, թեկուզ ճաշի ժամանակ ուտում են։ Հիմա էլ պղպեղը մի կտոր մանրացնեմ, այս մեջտեղի սպիտակ մասը հանեմ։ Կարող եմ այդպես էլ կտրել, մանրացնել, բայց ավելի լավ է, համ գեղեցիկ, համ տեսքը սիրուն կլինի, կտրեմ, հանեմ։ Այս կողքի մասն էլ մի փոքր ու սկսեմ մանրացնել։ Կարող ենք նաև կարմիր պղպեղ կտրատել, չունեի կարմիր պղպեղ, ձեռքիս տակ կանաչով եմ անում, ոչինչ, կանաչն էլ է շատ համեղ։ Հեշտ հասարակ 10 րոպեում պատրաստ է արդեն։ Որքան հնարավոր է մանր եմ կտրում։ Սա էլ վերջացրեցի, ամանները հավաքեմ։ Հիմա սկսեմ արդեն խառնել։ Տեսնում եք ինչ գեղեցիկ, կանաչ, սիրենվի գույնով, սպիտակ, գույնային գամաներով ստացվեց մի գեղեցիկ համեղ կաթնաշոռով ուտեստ։ Կմատուցեմ ճաշի ժամանակ։ Պանիրի փոխարեն, պանիր ունենք, բայց սա կմատուցեմ։ Իսկ հիմա, սիրելիներս, վերջ, անցնեմ կոմպոտ պատրաստելուն։ Շատ համեղ տեսքը ընտիր ստացվեց, անցնենք կոմպոտ պատրաստեմ։ Կոմպոտը պատրաստելը։ Ունեմ կես լիմոն, գիտեի մեկն է, բայց կես լիմոն, մի փոքր փունջ թարմը ռեհան, սև խաղող, որը մեր հողամասից է, 2 ճուտ ուզեցա ավելացնել, մնացածը Հայաստանից բերած քիշմիշ խաղողներն են։ Սա էլ է մեր հողամասինը, միայն սևն է մերը, մնացածը Հայաստանից է բերված։ Տեսնում եք ինչ կարմիր խաղող է։ Այսպես բոլորը լցնեմ, ունեմ 2 խնձոր, 1 տանձ։ Խաղողների վրա ավելացնում եմ մի փունջ ռեհան, ռեհանով ստացվում է կոմպոտը ավելի համեղ։ Ավելացնում եմ նաև Հայաստանից բերված 1 հատ տանձ, համի համար եմ ավելացնում, որ կոմպոտը համեղ լինի։ Չնայած տանձը այդպիսի մի համ ու հոտ չունի, բայց էլ մի փոքր կունենա։ Մանր կտորների եմ բաժանում։ Ինչքան մանր լինի, այնքան լավ կեփի։ Հիմա խնձորը, մեր հողամասի խնձորն է։ Տեսեք, ինչքան լավ ընտիր խնձոր է, կա չէ, որ խնձոր ոնց որ ժարժիկի նման լինի, սա սարդ լավ խնձոր է։ 1 հատ կավելացնեմ, բավական է, երկրորդ էլ չեմ ավելացնի, որտև խաղողը շատ է, ռեհանը,
հետո լիմոն կավելացնեմ, հիմա ավելացնում եմ լիմոնը, թթվություն տալու համար, շաքարավազն էլ կավելացնեմ, լիմոնն ու շաքարավազը լավ համադրություն են իրար հետ։ Հիմա մրգերին կավելացնեմ շաքարավազ, ավելացնելու եմ շատ քիչ, որովհետև մրգերն էլ են քաղցր, լիմոնն էլ հետը խառնած կդառնա մի հավեսին համով թթվաշ կոմպոտ, ճաշի ժամանակ կվայելենք։ Սիրելիներս, ափսոս էր մտածեցի ուր թափեմ, ավելի լավ է այդպես եռացնեմ, կոմպոտ պատրաստեմ, երեխաները մենք մեծերս էլ կխմենք։ Հիմա ջուրն էլ լցրեցի, գազօջախը վառեմ, դնեմ թող եփի։ Մրգերը եփված ավելի համեղ համ ու հոտ կտան ջրին։ Քամեցի կոմպոտը, թող սառի, կլցնեմ այսպիսի շշերի մեջ, կդնեմ սառնարանը։ Կոմպոտը լավ սառել է, հիմա կլցնեմ շշերի մեջ ձագարի օգնությամբ և կդնեմ սառնարանը։ Ձագարով ավելի հեշտ է լցնելը, բաժակով լցնելու ընթացքում կարող է թափվել շշերի կողքերը և չեմ սիրում, որ թափվում է, այդպես ավելի ակուրատնի կստացվի։ Հələ գույնը տեսեք ինչքան գեղեցիկ ստացվեց և միևնույն ժամանակ համեղ։ Լցնելու ընթացքում փրփուր է առաջանում, ոչինչ, հետո կնստի։ Ստացվեց 3 շիշ և 1 չայի բաժակ։ Սիրելիներս, պատրաստեցի, վերջացրեցի թարմը մրգերով թարմը կոմպոտը։ Տեսեք ինչքան գեղեցիկ, սիրուն, վարդագույն երանգով կոմպոտ ստացվեց։ Ռեհանի համը, մրգերի համը և լիմոնի համը յուրահատուկ համ տվեց մեր կոմպոտին։ Հիմա փորձեմ, ճիշտ է, չեմ կարող ձեզ փոխանցել, որպեսզի դուք համ տեսեք, այլ կասեմ ձեզ ինչպիսի համ ունի այս վարդագույն գույնի կոմպոտը։
յուրահատուկ համ ունի։ Մրգերի և ռեհանի լիմոնի համադրությամբ ստացանք թթվա շատ համեղ և գեղեցիկ գույնով թարմը կոմպոտ։ Պատրաստեք, համ տեսեք, ձեզ շատ դուր կգա։ Լցրել եմ այսպիսի բաժակի մեջ, սիրելիներս, որպեսզի գույնը ավելի գեղեցիկ երևա և ձեզ տեսանելի լինի այս գույնը, ասեք, որ հաճելի գույն ունի։ Իսկ հիմա, սիրելիներս, չեք մոռանում բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք, գիտեմ հավանում եք, նայում եք, կխնդրեմ, որ լայքեք, տարածեք իմ ալիքը, կիսվեք ձեր ընկերների, բարեկամների հետ, թող իմ ալիքը զարգանա ձեր շնորհիվ և տարածվի։ Նախօրոք շնորհակալությունս եմ հայտնում բոլորիդ։ Այսքանով ավարտում եմ այս համեղ անուշ հոլովակը, ցտեսություն, մինչ նոր գեղեցիկ համեղ հոլովակներ, եղեք առողջ, եղեք ուրախ, իմ հարազատ դարձած բաժանորդներ ջան։